Բարև ձեզ ժողովուրդ ջան, այսօր մենք իրար հետ խաղում էինք DLS 26։ Չեսնեմ, որ այն ժամանակ էլ ես խաղում այս խաղը եւ հիմա նորից հետ եմ ներբեռնել ու կսկսենք նորից խաղալը։ Եվ արդեն երբ որ մտնում ենք, տեսնում ենք, որ մեր խաղացողներից մեկը վնասվածք է ստացել։ Փոխարինենք։ Առաջնությունում մենք հիմա 6-րդ տեղն ենք։ Երկու խաղից մեկ հաղթանակ, մեկ պարտություն։ Հաջորդ խաղը Famalicão թիմի հետ ենք, որը իմիջիայլոց գտնվում է 4-րդ հորիզոնականում։ Եթե մենք սա հաղթենք, լավ կլինի, կբարձրանանք top 3։ Եվ արդեն սկսեցինք։ Մի անգամից խլում ենք գնդակը, փոխանցում Լահդոյին, բայց Լահդոն չի հասնում, բայց նրանք սխալվում են։ Յովանը խլում է, փոխանցում Լահդոյին, հարված եւ գոլ։ 1-0։ Մայքլ Լահդոն բացում է խաղի հաշիվը Էլիե Յովանի փոխանցումից հետո։ Միանգամից 6-րդ րոպեին արդեն մենք տեխնիկական եւ դիրքային առավելություն ունենք։ Բայց հիշեցնեմ, որ մեր մրցակիցը շատ ուժեղ մրցակից է եւ չպետք է թերագնահատենք նրանց։ Ու պետք է ինչքան հնարավոր է շատ գոլեր խփենք։ Եվ հիմա նորից Լահդոն խլում է գնդակը։ Փոխանցում Յովանին, Յովան, հարված, դարպասապահը փրկում է։ Փոխանցում Յովանին, հարված եւ նորից դարպասապահը փրկում է։ Դեկլան Ռայս։ Եվ այնտեղ Յովանը խաղից դուրս վիճակում էր։ Եվ ինչպիսի խլում է կատարում Լահդոն, բայց չի հասնում հարվածել եւ դարպասապահը որսում է գնդակը։ Հիմա փոխանցում Դրամեհին։ Այսօր Դրամեհը խաղում է Լազարոյի տեղը, ով վնասվածք էր ստացել։ Եվ այս գնդակը Լահդոյի համար շատ ուժեղ էր։ Եվ ինչպիսի դիրքում են կորցնում նրանց խաղացողը գնդակը, բայց իզուր փոխանցում կատարեցինք, պետք է հարվածենք։ Յովան հարված եւ ինչպիսի գնդակ է հիմա գոլ, ինչպիսի գնդակ է հեղինակում Յովանը։ Տեսնենք կրկնապատկերը, նրանք սխալվեցին։ Մենք Սպինացոլա փոխանցեցինք Յովանին եւ ինչպիսի կրակոց։ Նորից սկսում են խաղը նրանք։ Եվ մենք ուժեղ պրեսինգի շնորհիվ ուզում էինք խլեին գնդակը, բայց չկարողացանք, բայց Սպինացոլան կարողացավ։ Եվ ինչպիսի հեղինակային փոխանցում էր։ Լադո փոխանցում շատ թույլ էր փոխանցումը։ Դրամե շատ լավ է խաղում հիմա Դեկլան Ռայսը։ Փոխանցում Յովանին, հարված եւ գնդակը հայտնվում է դարպասում 3-0։ Յովանը արդեն 2 գոլ եւ 1 գոլային փոխանցում ունի իր թիմ այսօր։ Եվ առաջի խաղակեսը ավարտվում է 3-0։ Հիմա մեր մոտելիկ հովաստ կբերի։ Այս գովազդներից ես արդեն նյարդայնացել եմ։ Սկսեցինք երկրորդ խաղակես։ Փոխանցում դեպի Լյուիսին։ Այս խաղում Լյուիսը մի փոքր պասիվ է։ Լահդո չկարողացավ հարվածել։ Սանե Սպինացոլան շարժվում է առաջ։ Ռայս եւ թույլ էր փոխանցումը։ Հիմա նրանք հակագրոհ են կազմակերպել ու վտանգավոր։ Սորիսո։ Նրանց խաղացողի անունը Սորիսո էր։ Յովան Լահդո նորից Յովան հարված եւ դարպասապահը հանգիստ որսում է գնդակը։ Սանե
Չկարողացավ խլել գնդակը։ Եվ Յոանը խլում է գնդակը։ Շատ ուժեղ էր փոխանցումը։ Տրամեր, Լահդո, Յոան, մի անգամից հարված, բայց շեղ էր։ Յոանը 6 հարված, 4-ը դարպասին։ Յոան, ինչպիսի դիրքից է վրիպում։ Եվ Լահդոն չկարողացավ խլել, բայց Ռայսը կարողացավ ու նորից նվիրեց նրանց։ Սան է։ Յոան և վատն էր փոխանցումը։ Նորից գնդակը մեր մոտ է և նորից վատ փոխանցում։ Ռայս, Լահդո։ Հիմա պրեսինգ պետք է անենք։ Դե ժողովուրդ ջան, առաջի խաղով վիդեոյի հաղթանակ 3-0 և խաղի լավագույն ֆուտբոլիստը Յոանն է 2 գոլ 1 գոլային փոխանցում։ Հաջորդը Global Challenge Cup-ում է մեր խաղը ու խաղալու ենք Ուտրեչտի դեմ։ Լազարոն դեռ չի վերականգնվել վնասվածքից։ Իսկ առաջնությունում մենք 3-րդ տեղն ենք հավասար միավորներով Blackburn-ի և Estoril-ի հետ։ Այս խաղը հիշեցնեմ, որ շատ կարևոր է։ Մի քանի փոփոխություն կանենք հիմա։ Այսպես։ Կփորձենք հաղթել։ Եվ նրանք են սկսում խաղը։ Հիմա պրեսինգ, Լահդոն խլեց, բայց կորցրեց։ Դեկլան Ռայս խլեց և շարժվում է առաջ։ Լավն էր հնարքը, հարված և դարպասապահը չթողեց, որ Ռայսը նորմալ հարված կատարի։ Սպինացոլա, Յոան, Լահդո և կորցնում է գնդակը Լահդոն։ Հիմա նորից խլում են գնդակը և նորից կորցնում։ Եվ այսօրվա առաջին խաղթումը և այսօրվա առաջին դեղինը։ Հիմա կպահենք խաղադաշտում, Սան է, կենտրոն Ալանին, Ռայս, Պալմեր, տեղափոխել ենք այսօր Պալմերին ձախ եզր։ Ինչպիսի հիանալի փոխանցում։ Յոան և չկարողացավ հարվածել Յոանը։ Դեկլան Ռայս, Պալմեր, փոխանցում Ալանին, Ալան հարված և դարպասաձող, Լահդո գոլ, 1-0, 29-րդ րոպեին Լահդոն գրավում է դարպասը և դարպասապահը ուրախ է մեր։ Տեսնենք կրկնապատկեր, այստեղ դարպասաձողը նրանց փրկեց, բայց Լահդոն մի անգամից եկավ ու գրավեց դարպասը։ Տեսեք որտեղից հասավ, տուգանային հրապարակից դուրս եկավ ու խփեց գոլը։ Նորից Լահդո, Յոան, այնտեղ Արսենալը բացել է խաղի հաշիվը։ Դեուիտն է գնդակով։ Փոխանցեց աջ, բայց մեր Սպինացոլան խլեց, կորցրեց։ Ինչպիսի մաքուր սահանկում։ Եվ կրկնապատկեք հաշվի առավելությունը Արսենալը։ Էվերեչիեզեն է դարձել գոլի հեղինակ և մենք այստեղ ունենք վատ նորություն, որովհետև Կասեյ Պալմերը վնասվածք է ստացել։ Եվս մեկ լուրջ խաղացողի կորուստ։ Շատ վատ է վիճակը թիմի։
2 վնասվածք, 2 կարևոր խաղացողներից։ Լաղդո, Լյուիս, նոր է մտել խաղադաշտ Լյուիսը, Լյուիս, փոխանցում, Յոան, հարված և մի փոքր բարձր։ Եվ ժողովուրդ ջան, արդեն ավարտվեց առաջի խաղակեսը, 1-0 հաշվով Ուտրեչտին հաղթում ենք։ Վատ չի թիմի վիճակը, ուղղակի վնասվածքները շատ են։ Հիմա փոխանցում դեպի Լաղդոին։ Լաղդո Ալան։ Լավն էր փոխանցումը, բայց ուժեղ էր։ Այստեղ խլում ենք գնդակը, եզրային նետում։ Եվ խաղից դուրս վիճակ։ Ալան։ Գեցկինեն։ Լյուիս ասնում է, Լյուիս մտնում է տուգանային հրապարակ, հարվածում է և շեղ։ Եվ նորից վնասվածք։ Երրորդ վնասվածքը երրորդ կարևոր ֆուտբոլիստից ու Լաղդոից, որը թիմի առաջատարներից էր և այսօր միակ գոլի հեղինակը։ Շատ վատ է թիմի վիճակը, ահավոր վատ։ Սինգարգվեն, Ռայս, Տրամե, հարված և կեսկինեն գրավում է դարպասը։ 2-0։ Հիմա նրանք արդեն սա այն խաղացող է այս նիանս ձախ եզրում, որին ես եմ վաճառել։ Եվ խաղից դուրս։ Ալան։ Լավ փոխանցում էր դեպի Յոանը։ Անցավ դարպասապահին։ Եվ 3-0։ 3-0 արդեն մենք 3 գնդակի առավելությամբ ենք հաղթում մրցակցին։ Ջենսեն։ Հորմանս։ Փորձում է գնդակը Հորմանսը։ Յոանը հասնում է գնդակին։ Փոխանցում տուգանային հրապարակ դեպի Լյուիսը, հարված, գոլ, 4-0։ Եվ այն ժամանակ մենք գրավեցինք դարպասը, որ Արսենալներից էլ Մադուեկեն գրավեց դարպասը, այնտեղ հաշիվը 3-0, իսկ այստեղ 4-0։ Ջախջախում ենք մեր մրցակցին։ Նրանք փորձում են էլի գրող կազմակերպեն։ Ու էլի սխալվում են։ Խուճապի մեջ են նրանք։ Կեսկին են։ Սա էլ կլինի խաղի վերջակետը, երևի։ Փոխանցում տուգանային հրապարակ Սպինացոլա, Ռայս և խաղի վերջակետը դրված է 5-0։ Դեկլան Ռայսը այստեղ չգիտեմ ինչու դարպասապահներ անկյունային։ Փոխանցում կատարողը։ Եվ ժողովուրդ ջան հաղթեցինք Ուտրեչին 5-0 հաշվով։ Եվ Յոանը նորից ճանաչվում է խաղի լավագույն խաղացող, 1 գոլ, 1 ասիստ։ Այստեղ մենք պադարակ ունենք։ Մենք խաղալու ենք Արոուցայի հետ։ Բայց կա մի բայց, մեր թիմի վիճակը ահավոր վատ է։ Պետք է մոտավոր այսպես խաղանք։ Հիմա տեսենք տրանսֆեր անենք։ Ում արժի, դեռ ոչ ոքի։
Արժի իրան առնել։ Կամ էլ կարանք սպասենք, էլի հավաքենք, իրան վերցնենք։ Բայց ինձ թվում է ճիշտը կլինի վերցնել այս սրան։ Մի վարքյան։ Այս սրան ճիշտը կլինի վերցնել։ Մենք խաղում ենք 12-րդ տեղում գտնվող Արոուցայի հետ։ Ես սկսեցինք։ Այս անգամ էլ նրանք են սկսում։ Եվ համարյա խլում էին գնդակը առաջին իսկ րոպեին։ Եվ Սպինացոլան խլում է գնդակը, բայց ինչպիսի սխալ է կատարում։ Ալան խլեց եւ ինչպիսի լավ հեռացում էր դեպի կեսկինեն։ Յոանը բացվել էր, բայց կանգնեց, դանդաղեց եւ չկարողացավ պահել գնդակը։ Եվ լավն է Լյուիսի սահանկումը։ Դեկլան Ռայս հեռացնում է գնդակը։ Յոան հասնում է գնդակին։ Կեսկինեն գտնվում էր խաղից դուրս վիճակում, բայց հիմա խաղից դրսում չէ։ Ռայս չկարողացավ փոխանցել։ Փոխանցում Կեսկինեն։ Հիմա նրանք արագ հակագրող են ձեռնարկում։ Բայց Ալանը նրան թույլ չի տալի եւ հիմա մենք ենք հակագրողում։ Յոան հարված եւ ինձ թված արդեն գնդակը հայտնվել է դարպասում, բայց մի փոքր շեղությամբ թացավ գնդակը։ Սպինացոլան խլեց, կորցրեց եւ ելի խլեց։ Յոան Կեսկինեն հարված եւ դարպասապահը սեյվ է կատարում։ Դեկլան Ռայսն էլ փոխանցում կկատարի։ Սպինացոլա չկարողացավ հարվածել։ Լյուիս կորցնում է գնդակը։ Տրամերը խլում է։ Փոխանցում Սպինացոլային։ Հարված փոխանցում Դրամե Կեսկինեն հարված գոլ 1-0 44-րդ րոպեին Կոդի Դրամենի փոխանցումից հետո Տոպի Կեսկինեն գրավում է դարպասը։ Այստեղ Դրամը ժլատություն չարեց եւ չհարվածեց, այլ փոխանցեց ազատ մնացած Կեսկինեին, որն էլ բաց դարպասի դիմաց էր եւ պարտավոր էր գրավել դարպասը։ Եվ առաջին խաղակեսը ավարտվում է 1-0։ Տեսնենք հոգնած կա։ Այստեղ կարող ենք ինչ-որ փոփոխություն չանել։ Ամբողջ թիմը հոգնած է։ Եվ սկսեցինք երկրորդ խաղակեսը եւ միանգամից անցան գրոհի Ռայս։ Հարված գոլ։ Հենց երկրորդ խաղակեսի սկզբում Դեկլան Ռայսը հաշիվը դարձնում է 2-0։ Եվ արդեն սկսել են։ Սանեն խլում է։ Ես ճիշտ արեցի, որ Սանեի տրանսֆերը իրականացրեցի։ Եվ չի հասնում իմ խաղացողը գնդակին։ Դեկլան Ռայս մաքուր սահանկում։ Սանեն խլում է։ Այս Սանեն այսօրվանից իմ սիրած խաղացողն է, որովհետև շատ լավ է պաշտպանվում եւ շատ լավ փոխանցումներ կատարում։ Կեսկինեն ինչպիսի արագություն էր հավաքել, բայց ափսոս պաշտպանը հասցրեց ոտքը դնել։ Իմ խաղացողները ահա որ հոգնած են
Եվ չեն կարողանում վազել։ Եվ այնտեղ էլ ունեն 3 հոգի տրամվայով, այսինքն վնասվածքով։ Կեսկին են, բայց դարպասապահը դուրս եկավ եւ հեռացրեց գնդակը։ Եվ մենք էլի վնասվածք ենք ստացել։ Այո, եւս մեկ վնասվածք։ Ոչինչ, դարպասապահներին կմցնեմ, թող խաղան։ Երկրորդ վնասվածք, 4-րդ վնասվածք այսօրվա։ Հուսանք մինչև հաջորդ խաղը կապակինվեն։ Դեպի կեսկինեն էր փոխանցումը, բայց նորից դարպասապահը տեղում էր։ Պետք է դիմանալ։ Շատ լավն էր փոխանցումը դեպի կեսկինեն։ Արդյոք չկար խաղից դուրս։ Ոչ, ճիշտ դիրքում էր կեսկինեն։ Ռայս։ Եվ շատ մոտ էր դուբլ ձևակերպելուն Դեկլան Ռայսը։ Հագ։ Յոան։ Կեսկինեն, հարված։ Դարպասապահը փրկում է։ Գոլ, 3-0։ Արդյոք չկար խաղից դուրս։ Ոչ, չկար։ Տեսնեք գրկնապատկերը։ Այո, չկար խաղից դուրս, պաշտպանը փակել էր։ Երեք 0։ Ինչ ժողովուրդ ջան, ավարտվեց խաղը 3-0 հաշվով եւ նորից հաղթանակ։ Եվ տոպի կեսկինեն ճանաչվում է խաղի լավագույն ֆուտբոլիստը 2 գոլ, 1 ասիստ։ Եվ արդեն մենք 160 հաղթանակ ունենք այս ակաունտի մեջ։ Կարող եք շնորհավորել։ Երկու հոգի արդեն վնասվածքից վերադարձել են։ Դա շատ լավ է։ Այսպես կդասավորենք։ Դե ինչ ժողովուրդ ջան, այսքանով էլ ուզում եմ ավարտվել մեր այսօրվա վիդեոն։ Ստեսյուն։